Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ լուրն է տարածել, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19-ից 20 րոպեից մինչև 22-ից 30 րոպե ՀՀ ԶՈՒ-ն մի շարք ուղղություններում կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նաև նշել են, թե ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի կեղծիքը։ Նոր համաշխարհային կարգին ընդառաջ միջազգային համաժողովում Ադրբեջանի նախագահը խոստովանել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն դեռ պատրաստ չեն, բայց փոքր քայլեր կարող են անել։ Ալիևը կրկնել է ավանդական մեղադրանքները, սակայն նաև հավելել, որ Վրաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական որոշ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել։ Ադրբեջանի բանակում անցկացվել են մարտավարական զորավարժություններ, մարտական հրաձգությամբ, բաժանքի սցենարով խաղարկվել են ականապատ տարածքներով անցում, դիվերսիոն գործողություններ, հրաձգություն լեռնային տեղանքում եւ այլն։ Ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի եւ Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Ըստ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը վարժանքն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իսկ ԻԻՀ ԶՄ-ն Իրանի։ Խաղարկվելու են Հայաստան-Իրան սահմանին պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Հայաստանում ՄՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, գիշերային անվտանգությունը բարելավելու եւ հնարավոր լարվածությունը թույլատնելու նպատակով։ Ականի պայթյունից Գևարքունիքի մարզում զինծառայող է վիրավորվել։ ՊՆ-ից տեղեկացնում են, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին թույլ չտալ թեժացման քայլեր։ Նա ասել է, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարավային մարզում ՌԴ ներկայության ընդլայնումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի շահերին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինայից բռնազավթած տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս։ Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս բռնազավթած հողերը համարում է Ուկրաինայի մաս։ Ադրբեջանը դրանք Ուկրաինայի մաս է համարում, ասել է Իլհամ Ալիևը։ Ապրիլի 11-ից 12-ին ՀՀՀ-ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Այժմ Անտալիայում ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Ֆորումին կմասնակցի 148 երկրից 4800 ներկայացուցիչ, այդ թվում 18-ը պետությունների ղեկավարների մակարդակով։ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ռուսական հարձակումը Սումի եւ Խարկովի մարզերի վրա փաստացիորեն արդեն սկսվել է։ Նրա խոսքով, ռուսական զորքերը գրեթե կրկնապատկել են հարձակողական թափը բոլոր հիմնական ուղղություններով։ Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Չժան Սյաոքանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ավելի ու ավելի է զարգանում Չինաստանից վախի հալածախտը։ Չինաստանը որպես սպառնալիք դիտարկելը լուրջ ռազմավարական սխալ է, որը կհանգեցնի միայն աղետալի հետևանքների, ասել է նա, վստահեցնելով, որ Թայվանը վաղ թե ուշ կմիանա Չինաստանին։